Ազգային ժողովի մեծ արգո նախագահ, հարգելի գործընկերներ, թեմայից դուրս եմ խոսալու իրականում, որքան էլ որ պարոն Թունյանի թեկնածությունը ողջունում եմ, միանշանակ վստահ եմ պարոն Թունյանը արդարացնելու է, եթե մենք իրան ընտրենք այդ պաշտոնում, բայց այնուամենայնիվ պետք է անդրադառնամ այն մթնոլորտին, որը որ երեկվանից ձևավորվում է ազգային ժողովում, եւ ես կարծում եմ հարգելի գործընկերներ, դուք եք զգում, որ մթնոլորտում տենց որոշակի լարվածություն կա, եւ այդ լարվածությունը միանշանակ ունի իր պատճառը։ Պատճառը դրա հետեւյալն է։ Իմ գործընկեր, եթե չեմ սխալվում, Արթուր Հովհաննիսյանը երեք ասեց, որ իր կարծիքով Ուժեղ Հայաստան խմբակցության անդամներից մեկը ձեր մեջ մարտագլխիկ է, որը որ դուք օգտագործում եք եւ նկատի ունեցե իմ գործընկերը, որ այդ առումով բարեկրթության շրջանակում դուք որոշակի կեղծավորություն եք թույլ տալի։ Այսինքն ստացվում է հետեւյալ ֆոնը, որ մեծ մասամբ դուք բարեկիրթ եք, բայց կա մեկը, որը որ իբր թե կառավարելի չէ, ինքը իրենից դուրս գալիս է եւ այստեղ ոչ բարեկիրթ արտահայտություններ է անում։ Այդ թեմայի շուրջ ես իմ գործընկերոջ հետ քննարկում եմ ունեցել, ասել եմ, որ ճիշտ ասած մի քիչ համաձայն եմ հետ, որովհետև ես կողքից որ նայում եմ, չեմ ուզում հավատամ, որ մարդիկ անազնիվ են մեզ հետ։ Ինձ թվում է ինքը ոչ թե մարտագլխիկ է, այլ ինքը շարքային սադրիչ է, որը որ ձեր շարքերում ներդրված է, եւ որը որ ձեր շարքերում ներդրված է առաջնահերթ ձեզ վնասելու համար։ Որովհետև անկեղծ ասում եմ, ես ուզում եմ հավատամ, որ դուք ազնիվ եք եղել այս պայմանավորվածության շրջանակներում եւ դեռ հավատում եմ։ Բայց ինչա տեղի ունենում, փաստը որն է, որ շարքային սադրիչը գալիս է ազգային ժողովի ամբիոնի մոտ, միջ դա իհարկե մենք բոլորս տեսել ենք դերասանական տաղանդը, բայց ես կարող եմ ասել, որ բավականին անտաղանդ դերասան ունակություններով մի վերջուն սրտաճմլիկ ելույթ է ունենում եւ մեղադրանք է հնչեցնում առայն, որ մենք զոհերի հիշատակը սրիկայաբար շահարկում ենք, հաշվի չառնելով, որ տվյալ պահին ինքը սրիկայաբար շահարկում է իր բարեկամի զոհվելու փաստը։ Դա ես չեմ կարող դա բացի դրանից ուրիշ ձև անվանել, որովհետև այստեղ չեմ կարծում, որ կա մեկը, որի կամ բարեկամներից, կամ հարազատներից, կամ ընկերական շրջանակում չլինի մարդ, որը որ այդ թվում նաև իր բարեկամներից կամ հարազատներից 44 օրյա ընթացքում ունենա զոհված մարդ։ Այդ թվում առաջի պատերազմին եւ գալ ստեղ եւ անտաղանդ դերասանական չտաղանդով նմանատիպ արտահայտություններ անել, չեմ կարծում, որ դա նպատակահարմար է եւ նպաստում է ազգային ժողովի արդյունավետ աշխատանքներին, բայց կա գործընթացի շարունակությունը։ Եվ այն մասին է այդ գործընթացի շարունակությունը, երբ որ ձեր ֆրակցիայի ղեկավարը, մասնավորապես դուք, պարոն Կարապետյան, մի քիչ զարմանում եմ այդ առումով, հետագա խոսակցության ընթացքում ընդունում եք, որ անպարկեշտ պահվածք է եղել ձեր թիմակցի կողմից, ասում եք մենք քննարկենք, ես իհարկե ենթադրում եմ, որ դուք համստեղ եք քննարկեմ, համ Ուլնեցի փողոցում եք քննարկել, որովհետև ենթադրում եմ, որ Ուլնեցի փողոցում մի քիչ ուրիշ քննարկում եք ունեցել այլ ոճի, որովհետև ելնելով ստոյի քննարկումից եւ խոսակցությունից ես մի քիչ ուրիշ բան եմ ակնկալել։ Ես ակնկալում եմ, որ այնուամենայնիվ մեր մեջ այդ փոխխմբռնումը կա եւ մենք պետք է ընդունենք, որ ձեր թիմակիցը անպարկեշտ պահվածք է ցուցաբերել ազգային ժողովում։ Ես վստահ եմ, որ եթե մեր թիմակիցներից մեկը նմանատիպ պահվածք ցուցաբերել եւ դուք դրա դեմ այսպես ասած բողոքի ձայնը արտահայտեք, մենք կքննարկենք եւ հանգիստ կգայինք, ասենք, որ ժողովուրդ ջան, ընդունում ենք, օքեյ, ներողություն, շարունակում ենք աշխատել։ Ամեն դեպքում հասկանում եմ, որ որքանով է պայմանավորվածությունը կա, բայց ոնց որ նոր ենք, էլի, հələ մի քիչ լավ իրար չենք ճանաչել, բան կարող ենք 1-2 անգամ սկզբնական փուլում մի քիչ
Պրոցեսից դուրս գար, մի քիչ էմոցիոնալ ֆոն կա բան, բայց ակնհայտ եմ զգում հիմա, որ ձերքի մի իհարկե շատ կազմակերպված է, ես դրանում կասկած չունեմ, այդ թվում նաև շատ պատրաստված է, ես դրանում կասկած չունեմ, որովհետև Անձեն Աշկովելը դա երևում եւ այդ թվում նաև ազգային ժողովի շենքից դուրս է երևում, բայց ինձ թվում է դուք այսօր սխալ տրամադրվածության եք եկել ազգային ժողով, ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ ձեր բանականությունը այդ տեսանկյունից կաշխատի եւ դուք բարձրաձայն կդատապարտեք ձեր մեջ եւ ես էլի մնում եմ այդ կարծիքի, որ ինքը ոչ թե մարտագլխիկ է, այլ շարքային սադրիչ է, պրավոկատոր է բառից բուն իմաստով, որը ստեղ ներդրված է բացառապես մի բանի համար, ուժեղ Հայաստան խմբակցությանը վնաս պատճառելու համար, ուրիշ բան նկարագրեմ, դուք պատկերացնում եք, որ հանգարց այսօր ուժեղ Հայաստան խմբակցությունը գար, նախ մի հատ ասել, թե հիմա մարդ հա, ոչինչ լավ, ներողություն ենք խնդրում, բայց կա շարունակությունը սցենարի, պատկերացնում եք, որ հանգարց գային այն որոշմանը եւ այդ մարդը ընդուներ, ինչը որ բացառում եմ իհարկե, ասեր, որ այս անպարկեշտն ու պարզա, այս առաջին միջադեպն է, թե երկրորդ, երրորդը լինի, այդ ժամանակ կարար այդ թեման հասունանար։ Բայց զուտ ֆոնի տեսանկյունից եմ հանրային, էլի, որ հանգարց գար ու ասեր, ես ինձ սխալ եմ պահել, ես մանդատս վայր եմ դնում, հասկանում եք, իշկան քաղաքական դիվիդենդ եւ իշկան ռեյտինգ այս մարդիկ ոնց կբարձրանան, որ հա դա մեր համար որոշակի առումով նաև մարտահրավեր կլներ, որտեղ հանրությունը կտեսներ, որ այն ինչ խոսվում է, դա ազնիվ է, դա անկեղծ է։ Դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար է, այլ ոչ թե նրա համար է, որ գանք եւ ազգային ժողովի աշխատանքները փորձենք խաթարենք։ Այնուամենայնիվ, ես խոսքս ուղղում եմ շարքային սադրիչին։ Ինքը դեռ, ես դրան դեռ չեմ անդրադառնա, դրա ժամանակը դեռ կգա, այնուամենայնիվ անկախ ամեն ինչից յուրաքանչյուր մարդ է պետք է որոշակի առումով շանս ունենա, էլի։ Երբ որ սխալ է գործում, այնուամենայնիվ ես տենց ինձ այդ տեսանկյունից մի քիչ ավելի բան եմ, ոնց որ համարում։ Շանս տանք մարդուն, մարդ ես էլի մեկ է տեսար, չնայած մասնավորապես սակրավորների մասով ոնց որ թե մենք տեսանք, որ չի աշխատում, գոյություն չունի, տարական բարեկրթություն է, էլի, բայց գոյություն չունի դա, էլի, շարքային սադրիչի մոտ։ Եվ ինչն եմ ուզում ասեմ իրեն, ես կարծում եմ այնուամենայնիվ, և շատ ուղիղ եմ ասում, անկախ ամեն ինչից պետք է խելքը գլուխը հավաքի, հասկանա որտեղ է գտնվում, հասկանա ինչի համար է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ինքը այնուամենայնիվ թմի շրջանակում գործուղվել ազգային ժողով, մի քիչ իր այդ թվում զորտա դերասանական անտաղանդին եւ գա այնուամենայնիվ կանգնի այս ամբիոնի մոտ եւ ասի հարգելի գործընկերներ, հա, մեր անունը կարա էլի չմատնանշի, կարա էլի ասի ուժեղ Հայաստան խմբակցության հարգելի անդամներ, Հայաստան խմբակցության հարգելի անդամներ, մենք դրանից չենք նեղվում, որ չի մատնանշում, որտեվ իրականում մեզ համար էլ է հասկանալի, որ տվյալ անձին կներեք ռուսերեն պետք է ասեմ, что в лоб, что по лбу։ Տեղում չի իսկականից, вообще գոյություն չունի։ Տրամաբանություն եմ ուզում հասկանամ, էլի ինչին է ինքը նպաստում, բայց էլ եմ ասում, ես իմ մեջ դեռ հնարավորություն եմ մի քիչ ակնկալում, որ մեր գործընկերները այնուամենայնիվ ստեղ ձեր մասին է խոսքը, դուք պետք է ցույց տաք, որ դուք ձեր միտումներում անկեղծ եւ ազնիվ եք եղել, այնուամենայնիվ ազգային ժողովի մաղթում եմ, որպեսզի մենք շարունակենք մեր աշխատանքները, ի սկզբանե մեր որդեգրած այն ոճով, որը որ շարունակում ենք, որովհետև կրկնվեմ, ստեղ խոսքը նրա մասին չի, Նարեկ Կարապետյանը լավը կլնի, թե Վիլեն Գաբրիելյանը լավը կլնի այս ամբիոնի մոտից, թե այս դահլիճում, թե ստեղից դուրս կամերաների առջև, հայրը իրականում մեծ մասամբ տենց խաչատուն են, էլի կամերայի առջև, որ մեկը տենց հայտնվում է, ինքը պետք է ցույց տա, որ ինքը ամենալավն է, բայց իրականում դե պարզ է, չէ, ոչ մեկից ամենալավը չենք, բոլորս է սխալական ենք, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ազգային ժողովի աշխատանքները շարունակվեն շատ բարեկիրթ
եւ հնարավորինս հարգալից մթնոլորտում։ Այսքանը շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Մի քիչ առաջ ականջս ծակեց այս կողմից հնչած մի հատ հայտարարություն։ Մենք մեր խոստումները կատարում ենք։ Այդ ո՞ր խոստումն եք կատարել։ Այն որ 3-4 ամիսեր մատի փաթաթան սարկած բոլորին հավատացնում եք, թե Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Այդ խոստումն եք կատարել։ Թե բարեկրթության սահմաններում աշխատանքները կազմակերպելու մասին ձեռք բերված խոստումն եք կատարել։ Ո՞ր խոստումն եք կատարել, էլի։ Մի հատ սերիկայի ուղարկում եք ստեղ, գալիս է մի ամբողջ խմբակցության վիրավորում է, հետո տանում փափուկ տեղավորում եք ձեր աշխատասենյակում, ընդունում եք, որ սխալ է արել, բայց չեք բարեհաճում դրա համար գաք ու ստեղից ներողություն խնդրեք։ Այդ ո՞ր խոստումն եք էլի կատարել, հələ մի հատ կասեք հասկանամ։ Հիմա էլ տարերին անկյուն այդ սերիկային նստացրել եք, մեր աշկից իբրև թե հեռու լինի, որ այդ թեմային ընդհանրապես չանդրադառնանք, ձեռով չխոսակ։ Ձեզ մոռանալու եք։ Պարոն Չախոյան, մի վարքան։ Պարոն Չախոյան, խնդրում եմ, դուք խոսելուց իրոք ձեռքով մի խոսեք, պարոն Աբրահամյան, դուք էլ տեղից ձեռքով մի, այդ ինչ եք։ Ինչ։ Ինչ եք ասում։ Ես ի սկզբանե այնտեղ եմ նստած եղել, եթե չեք նկատել։ Մի պարոն Աբրահամյան ու դու չի, դուք հա։ Շարունակեք, պարոն Չախոյան։ Ձեզ ինչ է թվում, ժողովուրդ, որ այդ անձին տարը այն անկյունը նստացրել եք մեր աշկից հեռու, դա նշանակում է, վсё, անցավ գնաց, վերջացավ այս ամեն ինչը։ Մոռացվելու է այս ամեն ինչը։ Գոնե հասկանում գիտակցում եք, որ կարմիր գծեր կան, որոնց սահմանները հատել եք դուք։ Ու այդ հետդարձի ճանապարհն եք դուք ձեր համար արդեն այրել, այդ կամուրջները հետդարձի արդեն այրել եք, որովհետև ձեր ձեռքերը փռել եք մի հատ սերիկայի վրա, ով կամենում է հայ զինվորի մահը։ Հիմա մնացածի մասին։ Զարմանալի ժամանակներ ենք ապրում, ժողովուրդ։ Մարդիկ, ովքեր տևական ժամանակ։ Մի հատ բոլորդ լռեք եւ զբաղեցրեք ձեր տեղերը։ Շարունակեք, պարոն Չախոյան։ Զարմանալի ժամանակներ ենք ապրում, մարդիկ, ովքեր տևական ժամանակ խոսում էին նրա մասին, որ թրիփը միջանցք է, հանկարծ գալիս են այս ամբիոնից ասում են, բայ չէ գիտեք, թրիփը ինչ սիրուն լավ բան է, ճանապարհ է, ընտիր բան է, շատ լավ բան է թրիփը, բայց թրիփի իրագործման համար պետք է երաշխավոր, ու այստեղ է թաղված արդեն շան գլուխը։ Լավ ուզում ես հասկանաս, այդ ինչ երաշխավորի մասին է խոսքը, կամ ընդհանրապես ինչ է նշանակում երաշխավոր, ու հանկարծ հիշում ես այն հայտնի խոսքերից մեկը, թե այս խմբակցության ղեկավարը ինչ էր ասում երաշխավորի մասին։ Երաշխավորը, ո՞վ է հայտնի։ Փաստորեն երաշխավորի անվան տակ տեր եք ուզում բերեք Հայաստանին։ Ձեր կարծիքով ինչ է այս երկիրը անտեր է։ Այս երկիրը տեր չունի, տեր եք ուզում բերեք Հայաստանին։ Թրիփին տեր բերեք, խաղաղությանը տեր բերեք, էլ ինչին տեր բերեք։ Կամ այդ տերը որ բերում եք, գոնե հասկանում եք, որ այս երկիրն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ժողովրդին դուք սարքում եք ծառա։ Տրամաբանությունը պարզ է, չէ՞ կարծում եմ, եթե կա տեր, հետևաբար կա նաև նրա սեփականությունը, ծառան, ստրուկը, ում եք ուզում ստրուկ սարքեք։ Այս երկիրը ում եք ուզում սկուտեղի վրա մատուցեք, մի հատ կասեք հասկանամ։ Այս խմբակցության առաջնորդը տարիներ շարունակ երկրի ռազմավարական ենթակառուցվածքները սկուտեղի վրա մատուցել է։ Այդ տեր կոչվածին, թե ով է տերը, այդ լավ գիտենք։ Այդ տիրոջ հասցեն գրված է ձեր առաջնորդի ազգագրային տվյալներում, FSB։ Ու այդ տիրոջը, այս խմբակցության առաջնորդը տարիներ շարունակ սկուտեղի վրա մատուցել է այդ ենթակառուցվածքները։ Հիմա ինչ եք ուզում անեք, գաք վնասացնել դուք մատուցեք։ Քոչարյանի կիսատ թողած գործը ուզում եք շարունակեք։ Տևական ժամանակ առաջ Մարիա Զախարովայի կողմից հնչեց հայտարարություն։ Ուշադիր հետևում ենք հեծի շուրջ իրականացվող պրոցեսներին։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ որ սկիզբ էր դրվել հեծի պետականացմանը։ Ու իր խոսքում Մարիա Զախարովան հեծը նշում է որպես ռուսական բիզնես։
Հասկանում եք, չէ՞, սա ինչ է։ Հայաստանի էլեկտրական ցանցերը ռուսական բիզնես են որակում։ Հա մի կողմից հասկացանք, լավ, Մարիա Զախարովան է, ոչինչ, ոնց ուզի կներկայացնի։ Մարիա Զախարովան խոսում է Ռուսաստանի շահերից բացառապես։ Բայց ամենահետաքրքիրը ստեղ գիտեք որն էր։ Որ այս խմբակցության առաջնորդը, այս խմբակցության ղեկավարը, այս խմբակցությունից ոչ մեկ չասես թե էս ինչ եք խոսում։ Ոնց կարա Հայաստանի էլեկտրական ցանցերը լինի ռուսական բիզնես։ Այս սեփականաշնորհել եք Հայաստանը։ Ու այո, դա վկայում է նրա մասին, որ այս խմբակցությունը ինչ արել է ու անում է բացառապես կայսրության շահերից։ Խոսում են երաշխավորներից, երաշխավորի անվան տակ տեր են ուզում բերեն այս երկրից։ Այդ երաշխավորը Գերմուկի դեպքերի ժամանակ, բա իր ստանձնած պարտավորություններին ինչի տեր չկանգնեց։ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը ինչի տեր չկանգնեց։ Գիտեք ինչի։ Որովհետև կայսրություն է ու Հայաստանին վերաբերվում է որպես ծայրագավառ։ Որովհետև գտնում է, որ ոնց ուզի Հայաստանի հետ կվարվի, որովհետև գտնում է, որ Հայաստանը չպետք է ունենա պետականություն։ Խոսում են ռուսական սանկցիաներից։ Ռուսաստանը սանկցիաներ է կիրառել, դա այս իշխանության վատ վարած քաղաքականության արդյունքն է։ Այն որ Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում Հայաստանի Հանրապետության հանդեպ ու դա բացառապես քաղաքական նպատակներ ու դրդապատճառներ ունի, դա միանշանակ է։ Շատ պարզ է։ Ու տրամաբանությունն ու պատճառն է շատ պարզ։ Պատճառը գիտեք որն է։ Այս սանկցիաները կիրառվում են միայն մեկ նպատակով, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բողոքի ալիք բարձրացնեն։ Մարդիկ դուրս գան փողոց, դուք ստանաք ձեր առաջնորդի ասած ցանկալի տրիգերը ու փորձեք իշխանություն զավթեք։ Այդ է ամբողջ նպատակը։ Այո, Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ տնտեսական սանկցիաների պատճառը դուք եք։ Որովհետև այդ սանկցիաները կիրառվում են, որպեսզի ձեզ բերեն իշխանության։ Ես մեկ-մեկ ճիշտն ասած, նույնիսկ խեղճում եմ ձեզ։ Որովհետև գիտեք ինչ տեսանկյունից։ Դուք գերի եք կայսրության ձեռքերում։ Դուք գերի եք կայսրության ձեռքերում։ Դա իմ քաղաքական գնահատականն է, որովհետև ձեր առաջնորդի ողջ ունեցվածքը այդ կայսրությունում է։ Այն ինչ կա աստեղ դրանք փոքրիկ բան են, աշկակապոցի համար են ընդամենը։ Այդ միլիարդները այդ կայսրությունում են։ Ու վախը շատ մեծ է, որ եթե հանկարծ կայսրությունից իջեցվի որևէ հրահանգ, ու դա ի կատար չածվի, բնականաբար լինելու են պատժիչ գործողություններ, այդ թվում նաև ունեզրկում։ Այո, դուք գերի եք կայսրության ձեռքերում։ Մի բան էլ, դուք ձեր քաղաքական մականացուն վաղուց իսկ արդեն կնքել եք։ Դուք ուղղակի չեք գիտակցում դրա մասին։ Փորձում եք հոգեդարձի փորձեր անել, ներկայանալ թե իբրև դուք գոյություն ունեք, դուք գոյություն չունեք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ձեր տեսակը մերժել է։ Դուք քաղաքական մականացում ձեր վաղուց արդեն կնքել եք։ Դեռևս Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները իրենց գնահատականը տվել են եւ տալու են բոլոր այն ուժերին, ովքեր փորձելու են իրենց գլխին դրսից տեր բերել։ Այս երկրի տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Ոչ թե FSB-ի կողմից տրված անձնագրով կալուգայի ժամանած օլիգարխը։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, իսկ դուք նկատեցիք, թե ինչպես դուք տեսել ես հարցը վերածվեց, իսկ դու հանրապետական երբևէ տեսել ես հարցին։ Պարոն Թունյան, դուք երբևէ հանրապետական տեսել եք, իսկ ինչ կանտով կա ունեին, իսկ ինչպես էին նրանք, ինչպեսի տեսք ունեին նրանք։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը, լինելով իրականում ռեբրենդինգ եղած հանրապետականը, հիմա ուզում է դիստանցավորվել հանրապետական կուսակցությունից, հանրապետականներից եւ մեզ փորձում է կապել հանրապետական կուսակցության հետ այս կամ այն կերպով։ Տիկին Ղարամանյանը ասում է Պապկեն Թունյանի հետ խոսելով ասում է Կարեն Կարապետյանի հետ ինչ կապ ունեք եւ այլն, չենք փոխակերպվի, չենք
տեղափոխվի։ Տիկին Ղարամանյան, դուք 5-րդ Քոչանին պատկանող կամ Քոչանից ապելացված 5-րդ ալիքից կարող եք տեղափոխվել ըստ էության հանրապետական խմբակցություն, ԿՊ չեք տեղափոխվի, այդ ինչի։ Պրոստը հարցա թե մենք արդյոք կընդունենք ձեզ քաղաքացիական պայմանագրում, թե չենք ընդունի։ Հանրապետական ասեցի հիշեցի, պարոն Խաչատրյան, Սևակ Խաչատրյանի մասին է խոսքը։ Տնտեսագիտական համալսարանում ձեր ուսանելու տարիներին եք ձեր տնտեսագիտական գիտելիքները ստացել, թե օրինակ պարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ընթացքում հայտնի դեպքերի ժամանակ։ Եվ անդրադառնալով տնտեսական թեմաներին շատ քննարկվեց ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա եւ հնայի վրա, ու պարոն Ֆարմանյանն էր, որ իմ հարցին ի պատասխան ասաց, որ ռուս-ուկրաինական պատերազմը բացառապես դրական էֆեկտ է տվել Հայաստանի տնտեսության վրա։ Պարոն Ֆարմանյան, թույլ տվեք իմ շատ վատ տնտեսագիտական գիտելիքներով, որովհետև ես այդ ոլորտում չեմ աշխատել կամ շատ կարճ եմ աշխատել, բայց կասկածի տակ դնել ձեր մասնագիտական որակները, որովհետև ինչպես կարելի է ռուս-ուկրաինական պատերազմի մասին խոսել, բացարձակապես նկատելով միայն այն դրական էֆեկտները, որ այն թողել է Հայաստանի տնտեսության վրա, չնկատելով օրինակ բացասական հետևանքները կամ ազդեցությունները։ Օրինակ, երբ մատակարարման շղթաները փոխվում են, պարոն Ֆարմանյան, դա ազդում է մեր տնտեսության վրա, թե չէ։ Օրինակ, ներմուծվող ապրանքների գների առաջացած դեֆիցիտը մեր տնտեսության վրա ազդում է, թե չի ազդում։ Պարոն Ֆարմանյան եւ ընդհանրապես մյուս պարոն Մանուկյանն էլ, մյուս գործընկերներից շատերն էլ խոսել էին, նախորդ բանախոսներ էր խոսում։ Օրինակ, արտահանման համար ժամանակ մեր դրամի արժևորումը ազդում է մեր տնտեսության վրա, օրինակ մեր մրցունակության վրա, մեր արտանողների, թե չէ։ Այդ ռուսաստանցի ներգաղթյալների հոսքը ազդում է մեր մոտ գների վրա, գների բարձրացման վրա, թե չէ։ Օրինակ, անշարժ գույքի սպասարկման ոլորտի եւ այլն եւ այլն։ Էներգետիկ ոլորտի վրա ազդում է, թե չի ազդում։ Օրինակ, բենզինի, դիզվառելիքի գների վրա ռուս-ուկրաինական պատերազմը ազդում է, թե չի ազդում։ Իսկ դա ազդում է մեր գյուղատնտեսության վրա, թե չի ազդում։ Իհարկե ազդում է։ Ինչի մասին է խոսքը։ Ու այդ 12% տնտեսական աճը, որ Հայաստանը գրանցել է, պատահական մանանա չի եղել մեր գլխին թափված, պարոն Նայք եւ Տիկ Նայք։ Այդ մեր էկոնոմիկայի նախարարությունը, մեր տնտեսությունը, մեր կառավարությունը ուղղորդել են այդ հոսքերը Հայաստան։ Այդ բա ո՞նց Սոմալի չգնացին ռուսները իրենց բիզնեսներով ու իրենց ունեցվածքով հանդերձ։ Իսկ ԵԱՏՄ անդամությունը պայմանա գալու համար, այդ ինչու են ցանկանում Եվրոպա մեկնել ռուսները, Եվրոպան ԵԱՏՄ անդամ է, բա Ադրբեջան ինչի չգնացին, բա Վրաստան ինչի չգնացին, բա ինչու են իրենց ուղղությունը ընտրել Հայաստանը, բա Ղազախստան, Ղրղստան, Տաջիկստան, Միջին Ասիայի երկրներ ամենաշատը հարաբերական տոկոսով Հայաստանն են նախընտրում այդ ռելոկանտները։ Ինչի համար։ Պատահական է, թե կարող է էկոնոմիկայի նախարարությունը, էկոնոմիկայի նախարարը, կառավարությունը համապատասխան միջավայր են ստեղծել, որպեսզի այդ տնտեսական էֆեկտները մենք ունենանք։ Կամ ասում եք չի ազդել բացական կերպով, օրինակ հացահատիկի ներմուծման, բուսական յուղի, չգիտեմ, այլ ուրի տարբեր ապրանքատեսակների գծով թանկացումներ, գնաճ, ինֆլյացիա եղել է, թե չի եղել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ Ինչի մասին է խոսքը։ Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմը ոչ միայն դրական էֆեկտներ ա տվել Հայաստանի տնտեսությանը, այլ նաև բացասական, որոնք արդյունավետորեն կառավարվել են։ Հիմա ինչու Մոսկվայի կամ Ռուսաստանի մյուս քաղաքների նման մեր բենզալցակայանների մոտ հերթեր չեն կոյանում, որովհետև մեր մոտ կարողացել ենք դիվերսիֆիկացնել մեր ներմուծումները ու ճգնաժամերի առաջ չկանգնեինք։ Ինչպես օրինակ կանգնել էինք զենքի վաճառքի ժամանակ, երբ ավելի ուշացումով սկսեցինք այդ դիվերսիֆիկացիան։ Իդեպ նախորդ անգամ, երբ հարց էի ուղղում պարոն Ֆարմանյանին, խոսեցի ապօրինի գույքի վերադարձման մասին եւ նշեցի, որ չենք հոգնել ու կրկնելու ենք այնքան ու աշխատելու ենք այնքան, մինչեւ բոլոր
թալանացները իրենց թալանը հետ վերադարձնեն պետությանը եւ նշեցի, որ ձեր խմբակցությունից կան այդպիսի մարդիկ, օրինակ պարոն Տարփինյանի հայրը պետքա վերադարձնի, պարոն Գևորգյանի հայրը պետքա վերադարձնի եւ պարոն Ղազնյանի հոր անուն տվեցի, պարոն Ղազնյանը առարկեց, որ իրենց գործը կաշվեր է, ես պարոն Ղազնյան ճշտել եմ, այո, պարոն Ղազնյանից գործը կաշվելա, դատախազությունը ամբողջապես հայցից հրաժարվել է եւ ես երբ ուսումնասիրում էի պարոն Ղազնյան նկատեցի, որ քրեական գործով էր կարծեմ դատարանում էր ձեր հայրը, սպասեք, չեք լսում ինչ եմ ասում։ Քրեական գործով էր կարծեմ ձեր հայրը դատարանում էր, որովհետև ապօրինի գույքով դժվար դատարան ներկայացնել։ Կամ ինչ որ գործի շրջանակներում էր ամեն դեպքում։ Ձեր տատին էր։ Ձեր հայրը այնտեղ էր եւ նիստից հետո ճեպազրույց էր տվել լրագրողներին, ասեց փաստորեն արդարադատություն կա։ Ենթադրում եմ, որ ձեր սրտով էր լուծվել հարցը, հիմա ինչ նկատեցի, պարոն Ղազնյան, որ դուք անընդհատ գալիս եք այստեղ ասում եք, որ քաղաքական հետապնդումներ, արդարադատության համակարգի ճգնաժամի մեջ է, որ քաղաքական հետապնդումների տեղ ունեն, քաղբանտարկյաններ ունենք եւ այլն։ Հիմա պարոն Ղազնյան, կողմնորոշվեք, դատարանները անկախ են, թե մեր ենթակայության տակ են։ Եթե մեր ենթակայության տակ են, դուք ո՞նց եք արդարացվում, ո՞նց են այդ հայցերը հետ կանչվում, ո՞նց է Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ, ո՞նց է ձեր դաշինքի իրական հերոս Սերժ Սարգսյանը ազատության մեջ։ Մի տենց արձագանքեք։ Սերժ Սարգսյանը իր բարերով է ասել, որ ուղիղ չի մասնակցում, բայց ոչ ուղղակի մասնակցելու է ընտրություններին եւ տեսնում եք ձեր ֆրակցիայի մի մասը հանրապետական է, մյուս մասն էլ աֆիլացված է հանրապետականի։ Մի խոսապեք հանրապետականի հետ աֆիլյացիայից, պարոն Կարապետյան։ Գոնե դուք մի խոսապեք, ասենք ձեր հայրը հանրապետական երկարամյա գործիչ այլ է։ Ինչ է նշանակում հանրապետականից սահմանազատվելու ձեր փորձերը։ Էնե ձեր։ Լավ, գոնե ձեր կողքի պարոն Աբրամյանը կարող է, ես չգիտեմ իր կենսագրությունը, բայց ամեն հավանականությամբ այդպիսի ուղիղ կապեր երևի չունի, կամ ունի, կամ այդպես բացահայտ չի։ Գոնե դուք մի փորձեք սահմանազատվել հանրապետական կուսակցությունից։ Թրիպի մասով դուք, պարոն Կարապետյան, ասում էիք 20 մետր հեռավորության վրա Իրանի սահմանից, երբ կա Բահրեյնի օրինակը, Էմիրատների օրինակը, ինչպես կարող է թրիպը գործել, եթե երաշխավորներ չկան, եթե մյուս պետությունները չեն մասնակցում դրան, եթե Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, եթե դեմ են դրան, ինչպես դա կարող է գործել։ Եվ, պարոն Կարապետյան, Իրանը ենթադրենք ձեր ասածով Իրանը դեմ է, շատ դեմ է։ Եվ, պարոն Կարապետյան, ինչ ենք անելու։ Մենք մեր խնդիրները չենք լուծելու, որովհետև Իրանը դեմ է, թե մենք աշխատելու ենք այնպես անել, որ մեր շահերը առաջ տանենք։ Օրինակ, եթե էգզիստենցիալ խնդիր ունենք մենք էգզիստենցիալ խնդիր ունենք ու մյուս երկրի շահին ինչ-որ կերպ չի սպասարկվում։ Մենք ո՞րը պետք է ընտրենք, մեր էգզիստենցիալ խնդիրները, թե այլ երկրների շահերը։ Ակնհայտ չի, որ մենք պետք է ուղղակի այդ մեր բարեկամական երկրների հետ հարաբերություններում գնանք ու իրենց մտահոգությունները փաթելով մեր խնդիրները լուծենք։ Դուք առաջակ չեք ներկայացնում, ասում եք Իրանը դեմ է, Ռուսաստանը դեմ է, Չինաստանը դեմ է, ուրեմն ինչ թրիպը չի կարող գործել, որովհետև Բահրեյնի ու Էմիրատների օրինակը կա։ Ինչ անենք, թրիպը չանենք, պարոն Կարապետյան։ Մենք գիտենք, որ ձեր նպատակը այստեղ հայտնվելու հիմնականում առաջին նպատակը թրիպը չեղարկելն ու խաղաղության օրակարգը չեղարկելն է։ Մենք գիտենք դա, բայց դա չի ստացվելու ձեր մոտ։ Մեր ժողովուրդը իր ընտրությունը կատարել է վերջին ընտրություններին ու ընտրել է խաղաղությունն ու ապաշրջափակումը։ Պարոն Վարդևանյան, քանի որ անդրադարձակ Պարոն Գաբրիելյան, լրիվ, քանի որ անդրադարձակ նիստի ընթացքին վերաբերող հարցերի, ես անհրաժեշտ եմ համարում արձանագրել հետևյալը։ Ասում եք, պետք չի սխալին սխալով պատասխանել։ Կներեք, իսկ մենք գիտենք, որ դա սխալ է, որ դուք դա սխալ եք համարում։ Դուք ելույթ ունենալիս նույնիսկ սխալ բառը օգտագործելիս ասացիք ըստ ձեզ սխալ։ Հիմա մենք ինչ գիտենք, դուք դա սխալ եք համարում, թե մեր։ Հաջորդը գոյություն ունի այսպիսի մի պարզ սիլոգիզմ։ Եթե սրիկան վիրավորանք է, ապա Էդգար Ղազարյանը պիտի ներողություն խնդրի։ Եթե սրիկան վիրավորանք չի, ուրեմն լրիվ նորմալ է, որ Էդգար Ղազարյանին, ըստ Էդգար Ղազարյանի, անվանեն սրիկա։ Դա սիլոգիզմ է, որը ես առաջարկում եմ կոտրել ստեղ շատ պարզ ձևով։ Նախ ձեզնից ոչ ոք չի առաջարկում բերել ստեղ զոհ անել։ Փառք Աստծո, պարոն Ղազարյանը սփխեչի ուլ չի, որ բերենք ստեղ մորթենք։
Բայց առաջարկվում է լրություն։ Առաջարկվում է անել պարզ բան։ Հնչելա վիրավորանք։ Թող ներողություն խնդրի վիրավորանքի համար։ Ինչն է այստեղ անհասկանալի։ Լրություն։ Ես իհարկե խոստանում եմ, որ մեր մոտից եթե ինչ-որ մեկը մեկին վիրավորի, ես եմ հորդորելու գա ներողություն խնդրի։ Այսինքն ի՞նչ է, այդ որ օրվանից ներողություն սխալի համար ներողություն խնդրելը դարավ զոհասեղանին զոհ տալ։ Ներողություն խնդրելը զոհասեղան, հա։ Մեր խոսույթը դա չի, մեր խոսույթը հետևյալն է, եթե դուք մերպես համարում եք, որ սրիկա բառը վիրավորանք է, ուրեմն լավ սրիկայություն է, եթե վիրավորանք է, ուրեմն թող գա ներողություն խնդրի։ Եթե համարում եք, որ վիրավորանք չի, շատ լավ, ակնընդ ական, ատամնընդ ատաման։ Խնդրեմ, պարոն Ալեքսանյան։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես հարկ եմ համարում նորից խոսել ռադիկալացման մասին, որովհետև ես կարծում եմ դա շատ կարևոր է եւ դա շատ կարևոր է մեր հանրության համար։ Նախ ես ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից, որ իրանք ըստ երևույթին արդեն 10 օր է, դե 10 օրից կեսը լսում են խոսակցություններ մարդկանց մասին, բայց ուզում եմ նաեւ բացատրել ինչի է այդպես, որովհետև մենք քննարկում ենք մարդկանց, այսինքն մենք ընտրում ենք տեխնացուների, սկզբից ինձ, հետո պարոն Կոնջյանին, Ալեքսանյանին, Վարդևանյանին, հետո հանձնաժողովի նախագահին, այսինքն ի բնե այս քննարկումը մարդկանց մասին է, բայց սիրելի ժողովուրդ, զինվեք համբերությամբ քիչ մնաց։ Նաև պետք է համաձայնեմ պարոն Կարապետյանն էր կարծեմ իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ մեր քաղաքական ուժերի մեջ մեծ անջրպետը մի քիչ բարդ է փոխհարաբերվել այս դահլիճում, միանշանակ այդպես է։ Բայց ես ուզում եմ խոսել նրա մասին, թե ինչպես է էլի ընդհանրապես ատելության խոսքը ինքը տարածվում ու ռադիկալիզացիան ոնց է սենց պրոգրես ապրում։ Տեսեք, հարգելի գործընկերներ, մեր լրագրողները սիրելի, անշլագ է, այս մեր օթյակներում այսօր անշլագ է, գիտեք ինչի է անշլագ, գիտեք ինչ են բոլոր լրագրողները եկել, հատուկ կանգնել կամերաներով, բաներով, որովհետև սիրելի բարեկամներ, նրանք սպասում են, երբ է ծեծկրտուկը սկսելու, երբ է մարդա մեկը դառնալու բոքսի տանձիկ, որ իրանք էլ ահասարսուր վերնագրերով գրեն ազգային ժողովում նորից ծեծկրտուկ է, նորից վիրավորում են իրար։ Ասեմ ավելին, այս սկզբի մի քանի օրը, երբ որ լրիվ հանգիստ իրավիճակ էր, նայում եմ մի քանի սիրելի լրատվամիջոց կա, ասենք երկու հոգի իրար հետ հանգիստ խոսում են, գրած է սկանդալ ազգային ժողովում։ Ասենք Վարդևանյանի հետ ժպիտով խոսում են, գրել է Վարդևանյանն ու Ռուբինյանը վիճեցին ազգային ժողովի ամբիոնում, բան։ Հա, ընդ որում, բայց ուշադրություն դարձնեք, այդ նույն լրատվամիջոցները կրկնակի բան են անում։ Նայեք, համ գրում են այս ազգային ժողովը բազարի տեղ է, այսինքն դրանք ինչ են անում, սա որ իրար հայոյում են, բայց միևնույն ժամանակ, օրինակ հերիքա, մի անգամ ընդդիմադիր խմբակցության, ասենք ղեկավարը, ասի հա, սրիկա ասելը սխալ էր, կասեն ոնց թե, այս դուք fake ընդդիմություն եք, այս դուք բան չեք, կամքից զուրկ եք, ընդ որում դա կասեն համ լրագրողները, այն նույն լրագրողները, որ սպասում են միացտեղ բան լինի, բազար լինի ու ծեծու ջարդ։ Դա ասում են նաև այն մարգինալ քաղաքական ուժերը, որոնք չեն անցել ազգային ժողով։ Այդ թվում ասում եմ, այս դահլիճում ներկա մարգինալ որոշ քաղաքական ուժ։ Եվ հարգելի գործընկերներ, ընդ որում ես հետևել եմ երեկվա իրադարձությունը։ Ես անկեղծ շատ եմ գնահատում, որ երեք պարոն Կարապետյանը ասաց, այո, ես կարծում եմ, որ պարոն Ղազարյանի արտահայտությունը դուրս էր բարեվարկության կանոնից։ Եվ գնահատում եմ, որ ասաց, լավ, ֆրակցիայի նիստ կանենք, կհայտնենք մեր որոշման մասին, բայց դրանից հետո ես հետևել եմ լրագրողների, այդ մարգինալ քաղաքական ուժերի արձագանքներին, որ ասում են ոնց դուք ուզում եք բարեկրթության մեջ մնաք, ոնց կարելի է ասել, չէ, լավ է արել։ Այսօր տեսան որ Facebook-յան էջում, որ եկեղեցիներ բանի Մուրնի բյուրականի եկեղեցու հոգևոր հայրը դրել է պարոն Ղազարյանի նկարը որպես հերոս, ասել է շնորհակալ եմ պարոն Ղազարյան։ Աբսուրդ, լիակատար աբսուրդ։ Բայց հարգելի գործընկերներ, ես իհարկե հասկանում եմ, ասում եմ բոլոր քաղաքական ուժերը ունեն ընտրողներ, որոնք նաև ըստ լրություն հարգելի գործընկերներ։ Պարոն Ալեքսան, խնդրում եմ վարեք նիստը։ Հարգելի գործընկերներ, բոլոր քաղաքական ուժերներ ունեն իրանց ընտրողների ցանկությունները եւ բնականաբար մեր ժողովրդի տարբեր հատվածներ չեն սիրում տարբեր քաղաքական ուժերի։ Այդ թվում քարոզարշավի ժամանակ էլ գագաթնակետին է դա հասնում, նորմալ է դա։ Բայց ներողություն խնդրելը վիրավորանքի համար ամենևին թուլություն չի, հարգելի գործընկերներ, բացարձակ թուլություն չի։ Հակառակը դա գիտակցում է, որ
մեր ժողովրդի ռադիկալիզացիայի, նկատի ունեմ միմյանց հանդեպ ռադիկալիզացիայի շղթան պետքա կոտրել, այդ շղթան պետքա կոտրել։ Պարոն Վարդևանյանը ամենևին իմ երազանքների ազգային ժողովի փոխնախագահ չի։ Իմ երազանքների ազգային ժողովի փոխնախագահները Ալեքսանյանն ու Կոնջորյանն են։ Մեկ էլ ես անցած գումարման ժամանակ։ Բայց ես ընտրել եմ Վարդևանյանին, որտեղ ես հասկանում եմ, որ նույնիսկ եթե ինքը իմ երազանքների ազգային ժողովի փոխնախագահը չի, այդ տեղը տրված անդիմությանը ես չեմ ուզում զրոյական խաղ լինի սա։ Նույն կերպ ձեր հանձնաժողովի նախագահի թեկնածուներին ես ուզում եմ ուղիղ ասել, մենք չունենք որոշում, որ ավտոմատ չենք ընտրելու։ Մենք լսելու ենք եւ ըստ մեր տպավորությունների կկայացնենք որոշում։ Հիմա նույն ձև, ճիշտ անհամեմատելի բաներ եմ ասում, այստեղ մենք ընդհանրապես արժե փոխնախագահ ենք ընտրել, դուք մեզ վիրավորել եք։ Որևէ թուլություն չկա ասելու մեջ, Ժորժ ջան, կներեք։ Վերջ, այդքան բան, դա ձեզ չի դարձնում, չգիտեմ, կեղծ ընդդիմություն, դա ձեզ չի դարձնում բան, կամքից զուր քաղաքական ուժ, հակառակը դա ցույց է տալիս ձեր կամքը, որը ընդ որում եթե կա մի կամքի արտահայտում, որը մենք կարող ենք կիսել, դա ռադիկալիզացիայի շղթան կոտրելն է։ Մենք դի մարդկանց ցույց տանք, որ նորմալ չի իրար ատելը։ Պարոն Վարդևյանը խոսում է ատելությունից։ Պարոն Վարդևանյան, իրականում եթե կա մարդ ում ամենահեշտն է այստեղ ատել, դա այն սուբյեկտն է, որ այնտեղ նստած է։ Ինքը ասում եմ անձամբ ինձ, գիտեք ինչքան է վիրավորել այս տարիների ընթացքում։ Ինձ, իմ ընտանիքի անդամներին, իմ ծնողներին, իմ կնոջը, գիտեք ինչքան է վիրավորել։ Բայց կրկին ես գիտակցում եմ, որ սա իմ ու իր մասին չի, չէ։ Հա կարող է մի 10 տարի առաջ ես պաշտոնյա չլինեի, ավելի հակված լինեի այլ կերպ վարվել, բայց ես հասկանում եմ, որ լավ, դա իմ մասին չի, մենք պետքա սա քուչա չի, սա բազար չի, սա պատերազմ չի, ինքը ամեն դեպքում հայ է, գուցե դաստիարակության պակաս ունեցող հայ է, բայց ինքը հայ է, ես չեմ ուզում իրան ատեմ։ Ձեզ էլ բացարձակ չեմ ատում, ձեզնից ոչ մեկին ես չեմ ատում, մենք ձեզ չենք ատում։ Բայց մի արեք այնց, որ այս ամեն ինչը դառնա զրոյական խաղ։ Մենք ընդամենը ձեզ ցույց տվեցինք այս վերջին մի քանի ելույթներով։ Թե ինչպեսի տհաճ բան է, երբ որ մեկին անվանում են սրիկա։ Եթե դու դա գիտակցում եք եւ այս տրամաբանությունը կիսում եք, խնդրում եմ անդրադարձեք եւ եկեք փակենք այս թեման։ Որոշումը ձերն է։ Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, հարգելի գործընկերներ, դե եկեք խոսենք թվերով։ 2018 թվականին մենք եկել ենք իշխանության եւ տարեկան միջինը ապահովել ենք, եթե չեմ սխալվում, 7.5% տնտեսական աճ, 7.5%։ 300,000 հավելյալ աշխատատեղ ենք ստեղծել այս ընթացքում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը, երբ որ քարոզարշավի ժամանակ ասում էր մենք ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ, մենք այդ 300,000 աշխատատեղը արդեն ստեղծել ենք։ Ընդ որում Ուժեղ Հայաստանը, որի անդամների մի մասը նախկորդ իշխանության ներկայացուցիչներ են, ունեցել են այդ հնարավորությունը ստեղծել 300,000 աշխատատեղ, բայց չեն ստեղծել։ Մենք ստեղծել ենք։ Եվ սա փաստ է։ Եվ ես կարծում եմ, որ եկել է ժամը, ընդ որում այս ամեն ինչը տեղի է ունեցել չընդհատվող կրիզիսների ժամանակ, կովիդ, պատերազմ, ներքաղաքական լարվածություն, էլի ռազմական բախումներ եւ այսպես շարունակ։ Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա, որ եկել է խաղաղ վիճակում ապրելու եւ տնտեսական բարգավաճման ժամանակը։ Մենք չափից երկար ենք արնահոսել, մտահոգվել, եղել հակամարտության մեջ, եկել է ապրելու ժամանակը։ Իհարկե կան ուժեր, որ ուրախ չեն, ասում են ովքեր են հայերը, որ նորմալ ապրեն ընդհանրապես, հանգիստ ապրեն։ Չէ, իրանք պետք է լինեն, ասենք, սեփ եւ պետք է տառապեն եւ արնահոսեն մեր աշխարհաքաղաքական ամբիցիաների համար։ Ու դրա համար էլ իրանք օրինակ որոշակի քայլերի են դիմում, որպեսզի մեր հարգարժան ընդդիմությունն էլ գա այդ քայլերից ելնող խնդիրները այստեղ բարձրաձայնի, որ խոսալու բան ունենա, բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ամեն ինչ շատ լավ գիտակցում է։ Այսքանը, հարգելի գործընկերներ, ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի մեր սահմանած բարեվարկության բարձր շեմի շրջանակներում հանգուցակ լուծել այս իրավիճակը, չնայած ցածր շեմի պայմաններում էլ կհանգուցալուծենք, բայց ավելի լավ է բարձր շեմի պայմաններում հանգուցալուծենք, եւ ես առաջարկում եմ այսօր տխրեցնել մեր սիրելի լրագրողներին եւ նրանց
Ընդհանրապես նյութը չտալ, չնայած իրենք ձևը կգտնեն մի վերնագիր, հիմա կգրեն։ Սիրելի լրագրողներ, սիրում եմ ձեզ։ Եվ հենց այդ կոնտեքստում ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հայ զինվորների մահը կամեցող սրիկա, պարոն Վարդևանյան, դուք լրիվ արդարացնում եք ձեր հեղինակությունը որպես այդպիսին։ Քիչ էր մնում մեզ մեղավոր հանեիք, որ բերել ձեր ցուցակում մարդ եք ներգրավել։ Չէ, դուք հարգելի գործընկերներ, դուք ձեր ցուցակում մարդ եք ներգրավել, որ վերջի 2-3 տարում, ընդ որում իդեպ շեշտեմ ոչ միայն մեր խմբակցության, էլի Հայաստան խմբակցության էլ տենց, տներով մտել դուրս է եկել ամենավերջի սրիկայի պես։ Ընտանիքի ապաքաղաքական անդամներին, շատերի այս խմբակցությունից, ապաքաղաքական, քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող անդամներին, անձնապես վիրավորել է։ Մենք հարգելով մեր քաղաքացիներին են, որոնց որ պարոն Վարդևանյանը դիմում ասում, մենք մեր քաղաքացիներից պետքա ներողություն խնդրենք։ Պարոն Վարդևյան, դուք նախ ներողություն պետքա խնդրեք այս պերսոնաժի ստեղ հայտնվելու համար, որտեվ այդ մարդու հետագիծը վերջի 2 տարվա եղել է այդ։ Մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորել է, Հայաստան խմբակցությանը չեմ էլ ասում ինչեր էր ասում, վայ, ու չեմ էլ ուզում հիշեմ, ուղղակի ինչեր էր ասում։ Անկեղծ էլ բոքսի տանձիկ, էլ բան, вообще ինչ ասես ասել է, հիմա տարել եք Հայաստան խմբակցությանն մոտիկ եք նստածել, չգիտեմ ինչ ալնելու վերջը։ Այսինքն նկատի ունեմ այդ մարդու վիրավորական, այդ շղթայական հետագիծը որպես այդպեսին, այնց նա, որ մենք մեզ շատ դժվարությամբ ենք զսպում։ Մենք ձեզնից ստեղ այս շարքերում չկա մարդ, որ ձեր ընտանիքի քաղաքականության մեջ չներգրավված անդամներին մի տառ ասել է։ Չկա տենց մարդ, հասկանում եք, պարոն Կարապետյան։ Չկա մարդ, որը որ ձեր ընտանիքում ներգրավ, ձեր ընտանիքի այն անդամին, ով քաղաքական գործիչ չի եղել կամ հիմա չի, մի տառ ասել թթու։ Չկա այդպիսի մարդ ստեղ։ Դուք բերել եք այստեղ մարդ եք նստեցրել, որը որ ընտանիքի անդամներ է թիրախավորել, հաթաթ չէ, մի ընդհատեք հիմա։ Մի ընդհատեք հիմա, պարոն Կարապետյան, մի ընդհատեք, հետո այստեղից կանդրադառնանք։ Մեզ ասում եք, պարոն Վարդևանյան եկել է ստեղից մոտավորապես ասում է հետևյալը. հա, դե մեկու մեջ գալու ենք, ձեզ վիրավորելու ենք, բայց դուք հո բան չի, բայց ինչի մասին է խոսքը, հարգելի գործընկերներ։ Միթե մենք պետք է այդ սխալին սխալով բան անենք, արձագանքենք։ Սխալ է, այո, մենք ասում ենք, որ դա սխալ է։ Պարոն Վարդևյան, իսկ ենթադրաբար, օրինակ, պատգամավորին հարվածելը եւս սխալ է, ճիշտ է։ Հիմա ենթադրենք ինչ որ մեկը գնա եւ հարվածի, չեմ հիպոթետիկ, ինչ որ մեկը գնա հարվածի ինչ որ պատգամավորի։ Տիկին Մանավազյան ասի, այո, դա սխալ է։ Հետո երկրորդ անգամ գնա։ Տիկին Մանավազյանը վստահ եմ ել ավելի մեծ էնտուզիազմով կասի, որ դա սխալ է։ Հետո երրորդ դեպքը Տիկին Մանավազյանը ես վստահ եմ, ինչքան հարված են Տիկին Մանավազյանը այդքան կասի, որ դա սխալ է։ Դա ձեզ կբավարարի արդյոք։ Ու հարց համար, չգիտեմ որ երրորդ։ Հարգելի գործընկերներ, այս նիստերը ինչ սկսել է փողկապով եք գալ, այսօր խի փողկապով չեք եկել, պարոն Վարդևանյան։ Պարոն Վարդևանյան, դուք, պարոն, ասենք, լավ, հələ ասում է, ես ելնեի Սեյրանը ելներ վերադառնալով բանին ջանդամ ասում է, դուք, պարոն Վարդևանյան, մի վարքյան, խի փողկապով չեք եկել, հարգելի գործընկերներ։ Լրություն։ Չէ, մի րոպե, կարող է որտեվ ազգային ժողովը մտածել եք, որ զոհասեղան է։ Կարող է որտեվ Էդգար Ղազանի կամ նույն ինքը հայ զինվորների մահը կամեցող սրիկայի այդ գործողությունները որպես այդպեսին պլանավորած են։ Լրություն դալիճում, շարունակեք պարոն Ալեքսանյան։ Պարոն Վարդևանյան, տեսեք հարցը որն է։ Երբ որ ասում եք, որ հա լավ մի անգամ արեց, հիմա պետքա 10 անգամ պատասխանեք, չէ, պետքա 100 անգամ պատասխանենք։ Պարոն Վարդևանյան, բացատրեմ ինչի։ Բացատրեմ թե ինչու է պետք, որ մենք 100 անգամ պատասխանենք ու դուք էլ պետք է այդ 100 անգամը ընդունեք դա։ Ու դուք ընդունելու եք այդ 100 անգամը, երբ որ մենք ամեն անգամ գանք այստեղից, նայենք հայ զինվորների մահը կամեցող սրիկայի դեմքին եւ ասենք, որ նա հայ զինվորների մահը կամեցող սրիկա է։ Որտեղ ժողովուրդը այդպես է ձևավորել այս խորհրդարանը, պարոն Վարդևանյան։ Ժողովուրդը այդպես է ձևավորել այս խորհրդարանը։ Ու այն մտածմունքը, որ ասում է, որտեղ որ դուք սովորել եք, մենք այնտեղ դասավանդել ենք, էլի հարգելի գործընկերներ, եթե ձեզ թվում է, թե մենք այդքան միամիտ ենք, այդ դեռահասական միամտությունը ունենք,
որ դուք կարաք սենց ձևական, բարեկիրթ բան, սենց այս կոնտեքստը պահեք խմբակցության հիմնական դերակատարների դեմքով, բայց մի հոգի ունենաք, որը պարբերաբար պետքա գա բան ասի, ու դուք էլ հետո պետքա փորձեք մեզ համոզել, որ դե պետքա դրա վրա աշկ փակել, պետքա դրա վրա աշկ փակել, չի լինելու ժողովուրդ ջան։ Ամեն անգամը լինելու է պատասխան, պատասխանը լինելու է միանշանակ անհամաչափ։ Առաջին անգամը առհասարակ պատասխան չէ։ Երկրորդ անգամից սկսած լինում է պատասխան։ Պատասխանը անհամաչափ է լինելու, պարբերաբար անհամաչափ է լինելու։ Էդ էլ դեմ չեմ, էդ էլ կարաք փորձեք, ընդհանրապես դեմ չեմ, բայց պարոն Վարդան, ոնց է գալիս եք միջանձնային հարաբերություններից, այդ ամեն ինչը բանակի վրա պրոյեկտելուց եք խոսում։ Դուք նորից էլի մոռանում եք այն ձեր ընտրությունների ժամանակ, ձեր քարոզարշավի շրջանակներում ՔՊ ընտրողների վրա քֆուր դնող են գողեր, պոզեր, ինչ էր, չգիտեմ, պոզ ասելով ռոգ նկատի ունեմ, էլի այդ իմաստով նկատի ունեմ, ինչ էր դա, ասենք, ինչ կերպար էր դա, որ ընտրողների վրա հայհոյանք էր դնում, պարոն Վարդան, այդ շրջանակներում, օրինակ դուք այդ գողի հետ իրավաբանական խորհրդատվություն արել եք, թե ոնց է ճիշտ հայհոյանքը դնել, օրինակ պատրաստվում եք պաշտպանել նրա շահերը դատարանում, գնալ դատարանում ու վկայակոչել, ասել, այ գիտեք ինչ 730,000 մարդու վրա հայհոյանք դրած տվյալ սուբյեկտը իրականում գործել է Հայաստանի Հանրապետության լավագույն շահից ելնելով, որովհետև միթե կարելի էր թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ու այդպես շարունակես, վստահ եմ դուք դա կկարողանաք անել։ Ժողովուրդ ջան, երբ որ մի բան խոսում եք, գոնե հետևողական եղեք, եւ վերջապես գալով տնտեսական ցուցանիշների։ Հարգելի գործընկերներ, Հայաստանի տնտեսությունը բացառիկ վերելքի վրա է։ Ու սա ընկալելու համար պետք է ուղղակի հասկանալ։ Սրանից 8 տարի առաջ մոտավորապես այստեղ ներկա հանրապետական խմբակցության անդամները, Հայաստան խմբակցության հետ աֆիլացված մյուս մարդիկ, երբ որ հանրապետականը մասնակցում էր ընտրությունների, այդ ընտրություններին բաժանում էին ընդամենը 10,000 դրամ ընտրակաշարք։ Այս ընտրություններին ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները բաժանել են 100,000 դրամ ընտրակաշարք։ Դատարանը կպարզի, հարգելի գործընկերներ, այսինքն փաստացի միայն ընտրակաշարքի փաստով կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վերջին 8 տարում աճել է ուղիղ 10 անգամ, հարգելի գործընկերներ։ Եվ ես կարծում եմ, սա փայլուն ցուցանիշ է։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այժմ քննարկում ենք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Պարոն Թունյան, նախորդ 5 տարիներին մեծ պատվով իրականացրել եք նախագահի պարտականությունները, որը որ վերապահված էր ընդդիմության ներկայացուցչին, բայց դուք այդ նաև դժվարին իրավիճակներում կարողացել եք լավագույնս իրականացնել, եւ ես վստահ եմ, որ իր ընտրվելու դեպքում նույն եռանդով կշարունակեք աշխատանքը նույն հանձնաժողովում։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն Թունյան։ Ես չեմ կարող չանդրադառնալ մի քանի մտքերի, որ այստեղից հնչեցին, օրինակ ես ուղղակի փոքր ռեմարկ անեմ, պարոն Մանուկյան, ասում եք նախորդ ազգային ժողովը շատ է խոսվել այս օրերին, որ ունեցել է ցածր ռեյտինգ, բայց այդ ցածր ռեյտինգի մեջ ես ձեզ հավաստիացնում եմ, առավելագույն ռեյտինգը բարձրացել է այն ժամանակ, երբ ընդդիմությունը բոյկոտում էր եւ փողոցում էր, ուղղակի չէր գալիս նիստերին, իրենց բացակայության պայմաններում ազգային ժողովի ռեյտինգը առավելագույնի էր հասել։ Իսկ ինչ վերաբերվում է այսօրվա ելույթներին, հարցերին, Տիկին Յոլյան, ելին ձեզ պետք է անդրադառնամ, որովհետև մանիպուլացնում եք մեր հասարակությանը, ասեմ ինչ, ասում եք դուք խոստացել եք նվազագույն աշխատավարձը բարձրացնել, չեք բարձրացրել ու խոսում եք մանկապարտեզի դաստիարակների աշխատավարձից։ Նախ ասեմ, որ մենք նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից բարձրացրել ենք 75,000 դրամ։ Ճիշտ եք, չենք հասցրել դեռևս բարձրացնել 85,000 դրամի, բայց արժևում է բնականաբար նաև կհասնենք այդ թվին։ Բայց ինչու եք նաև մանիպուլացնում։ Մանկապարտեզի դաստիարակների աշխատավարձը, Տիկին Յոլյան, պետք չի կապել նվազագույն աշխատավարձի հետ, ավականին է որոշում դաստիարակների աշխատավարձը եւ ես գիտեմ, որ դուք նաև Գորիսից եք, օրինակ ինձ հետաքրքիր է Գորիսի համայնքապետին, օրինակ երբևիցե դիմել եք այս հարցով մանկապարտեզի դաստիարակների աշխատավարձները բարձրացնելու խնդրանքով կամ հորդորով։ Խնդրում եմ պատեհ պահին նաև արձագանքենք, հասկանանք։ Մենք նաև չեմ կարող չնշել, որ մենք այս պահին, Տիկին Յոլյան,
միջին աշխատավարձից բարձր աշխատավարձ ունեցողների թիվը ավելի մեծ է կազմում, քան ավելի ցածր աշխատավարձ ստացողներինը, ինչը մեծ ձեռքբերում է նաև այս տարիների մեր վարած քաղաքականության։ Ես նաև չեմ կարող չնշել, որ 2017 թվականի համեմատ միջին աշխատավարձը 170,000 դրամից դարձել է 303,000 դրամ, ինչը նաև խոսում է, այսինքն թվերը ինքնին խոսուն են, ես այլ բան չեմ ավելացնում։ Ինչ էի ուզում ասեի։ Մենք նաև այս ընթացքում, պարոն Կարապետյան, այս տարիների ընթացքում մենք մոտ 300,000 աշխատատեղ ենք ստեղծել։ Որոշ մասը ստվերից է դուրս եկել, որոշ մասը ստեղծվել են, այսինքն այն խոստումը, որ դուք նաև խոստումներ կատարելուց խոսեցիք, մենք արդեն իսկ այդ 300,000 աշխատատեղը ստեղծել ենք։ Պարոն Կարապետյան, խոսեցիք աղքատության մակարդակից։ Ես էլի թվեր նշեմ, 2017 թվականին աղքատության մակարդակը եղել է 25.7%, իսկ 24 թվականին վերջին տվյալները դեռևս չկան, եղել է 21.7%։ Ունեցել ենք էական նվազում։ Ծայրահեղ աղքատությունը 1.4%-ից դարձել է 0.6% եւ մենք մեր նպատակն է, որպեսզի ամբողջությամբ ծայրահեղ աղքատությունը վերացնենք եւ մենք դրա ճանապարհին ենք, որ շատ մոտ ենք արդեն շատ մոտ ենք դրան, որպեսզի ամբողջությամբ ծայրահեղ աղքատությունը երկրի երեսից վերանա։ Ես շատ ուրախ եմ, պարոն Կարապետյան, իսկապես, որ դուք անհանգստացած եք, խոսում եք վերջերս շատ աղքատությունից։ Ես շատ ուրախ կլինեի, որ դուք մինչև 18 թվականն էլ հետաքրքրվեք, խոսեք աղքատության մակարդակից, գնայք, ես վստահ եմ, որ դուք գնացել եք նաեւ այս քարոզարշավի ընթացքում գյուղեր, մարզեր, մարդկանց հետ հանդիպումների եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ մինչև 18 թվականը, եթե դուք փորձեիք գնալ նույն գյուղերը, դուք կարող եք ուղղակի հնարավորություն չունենայիք գնալու, որովհետեւ ուղղակի ճանապարհ չկար գյուղ մտնելու։ Եղել են գյուղեր, որ ուղղակի դպրոց չի եղել, մանկապարտեզ չի եղել, եթե դուք հետաքրքրված լինեիք մեր ենթակառուցվածքներով, ես վստահ եմ, այս ընթացքում, որ առիթ եք ունեցել հանրապետության տարածքով շրջելու, մեծ փոփոխություններ կնկատեք եւ ինչի արդյունքում է նաեւ, որ մենք այսօր իշխանության ենք, որտեղ մարդիկ դուրս են գալիս, իհարկե խաղաղության օրակարգը ամենակարևորն է, բայց ժողովուրդ ջան, մարդիկ դուրս են գալիս ամենօրյա կյանքով ապրում, այդ փոփոխությունները տեսնում են։ Անհնար է չնկատել այդ փոփոխությունները։ Ու այստեղից խոսալ ուղղակի նվազագույն աշխատավարձի խոստումից, իմ կարծիքով այդքան էլ ճիշտ չի։ Պարոն Կարապետյան, իմ մոտ տպավորություն է, mēs երկու շաբաթ արդեն աշխատանքներ ենք, որ դուք երկու Նարեկ Կարապետյան եմ այստեղ տեսնում, ու ինձ մոտ մեկ տպավորություն է, որ դուք շատ հաճախ խոսում եք այն, ինչը որ դուք իրապես ձեր մտքին խղճին համապատասխան չի ու դուք այդպես չեք մտածում։ Օրինակ երեկվա ձեր դիրքորոշումը ես շատ հասկանալի էր ինձ համար, բայց այսօրվա դիրքավորումը մեղմ ասած ինձ համար արդեն անհասկանալի էր, որտեղ իրերին նույն թրիփի հետ կապված։ Դուք խոսում եք մի բան, մեկ խոսում եք, որ դա ճանապարհ է, բայց սենց արդեն հենց տեղիցս մի փոքր սկսում եմ ուրախանալ, մեկի ասում եք, բայց դե իհարկե դա լավ բան չի, լավ կլիներ, որ դա ընդհանրապես չէ, բայց դա մեր երկրի համար մեծ ձեռքբերում է, դա անհրաժեշտություն է, դա ես կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչպեսի թրիփը մեր համար ձեռքբերում է ու առաջնահերթություններից է, որ պետք է իրականացնենք։ Եվ մի փոքր մեր հայ իրականության մեջ ուզում եմ տխուր պատմություն պատմել, մի սրիկայի պատմություն եմ ուզում պատմել, ուրեմն լինում է մի սրիկա, որը ազգությամբ հայ է լինում։ Այս սրիկան ոչ ավել, ոչ պակաս ցանկանում է հայ զինվորի, լինելով հայ զինվորի մահը։ Ու անցնում է ժամանակ, այս սրիկային վերցնում են, ընդգրկում են ցուցակում պատգամավորական, ու այնպես է ստացվում ձայների բաշխվածությունը, որ դառնում է պատգամավոր։ Այս անձը չի բավարարվում իր հայտարարություններով, երբ որ իրեն հորդորում են, որ գա ներողություն խնդրի, ոչ մեզնից, լիրա ոչ մեզնից, այլ այն մարդկանց, ում ինքը վիրավորել է իրենց հարազատներից, ոչ ոք չի խնդրել, որ մեզնից ներողություն խնդրեն, որպեսզի նաև ինչպիսի միջավայր ստեղծվի, որ կարողանանք նաև բարեկրթության սահմաններում կարողանանք քաղաքական թեմաներով խոսենք, բայց չափեր ավելի է անցնում սրիկան եւ խոսում է մարտի 1-ից։ Մարտի 1-ի ողբերգությունը համարում է բրենդ։ Ես չեմ կարող սրան չանդրադառնամ, եթե մի հատ էլ նոր ներողություն խնդրելու մարդիկ են առաջանում, ովքեր մարտի 1-ի ողբերգության հետևանքում ունեն զոհեր։ Բայց ես իհարկե այլևս չեմ ակնկալում, որ այստեղից կհնչի ներողություն։ Եվ այսպիսով ասածից ինչ է, շատ վատ է, որ մենք հայ իրականության մեջ, հայ քաղաքական իրականության մեջ ունենք այդպիսի սրիկա, ես չեմ ուզում անդրադառնալ նաև
այլ այս ընթացքում եւ միջև падգամավոր դառնալը արտահայտություններին, բայց պարոն Կարապետյան, ես իսկապես հույս ունեի երեկվա ձեր խոսքից, որ դուք իսկապես կհարթեք իրավիճակը, բայց այսօրվա այդ այն առանց բացատրությունների ձեր վարքագիծը, ձեր դիրքավորումը իսկապես ինձ անհանգստություններ է պատճառում եւ ես ինքս անձամբ չեմ պատկերացնում բարեկրթության սահմաններում տարբեր, հա, օրինակ ինչպես Տիկին Յոլյանի հետ մենք քննարկում ենք, օրինակ սոցիալական հարցեր իրար թե անմիջապես չէ, բայց տարբեր ելույթների ընթացքում իրար արձագանքելով ես չեմ պատկերացնում մեկ անձի հետ։ Շնորհակալություն։